Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 14 հունիսի օրը շաբաթ, բարի երեկո։ Որն է տեղական և միջազգային առողջապահական կառույցների ու ոլորտի շահագրգիռ կողմերի դերը առողջ ապագայի կառուցման գործում, առողջապահության ոլորտը մեր երկրում ինչ մարտահրավերների է բախվում և ինչպես կարելի է հաղթահարել դրանք, այս և այլ հարցերի քննարկմանն է ուղղված եղել ոլորտի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Մեկ առողջություն թեզն է առաջ քաշում հաղորդաշղթա հանուն առողջության շարժումը, խոսելով ոչ միայն անձի, այլև շրջակա միջավայրի և հանրային առողջության մասին։ Այս գաղափարի իրականացումը շարժման հիմնադիրները հնարավոր են համարում առողջապահության ոլորտի մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի գործակցությամբ։ Մենք արշավով փորձում ենք անմասն չթողնել ոչ մեկին, որովհետև մենք կարևորում ենք ոլորտներ, առողջապահություն և туриզմ, առողջապահություն և AI, առողջապահություն և ֆինանսներ, փորձելով ասել, որ ամեն ինչի հիմքում առողջությունն է։ Եվ եթե մենք կարողանանք հանրային առողջության համար յուրաքանչյուրս մի լումա ներդրում ունենալ, ապա Հայաստանը կարող է ասել, որ մենք ունենք հանրային առողջ միջավայր։ Զուգահեռ գերտա, գիտեք, երկրի զարգացումը առողջապահական ոլորտի զարգացման հետ է։ Այս միջոցառման ամեն թևով պետք է բոլոր շահառուները, բոլոր շահագիծները աջակցին թե պետությունը եւ թե մասնավոր ոլորտը պետք է մոբիլիզացվեն, որ այս ծրագիրը հաջողվի։ Միասին է որ պետք է լա այդ բոլորը։ Շահագրգիռ կողմերի միջև հաղորդաշղթան դեպի հայկական համաշխարհային առողջապահական էքսպո տանող քայլերից մեկն է։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին և 4 օր համախմբելու է աշխարհի 5 տասնյակից ավելի երկրների բժիշկների, գիտնականների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Էքսպոն լինելու է միջազգային փորձի փոխանակման, Հայաստանի առողջապահության ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու և զարգացման նոր ուղենիշներ նախանշելու հարթակ։ 24 թվականին Երևանի քաղաքապետարանը որպես գործընկեր եւ համակազմակերպիչ է հանդես եկել։ Այս տարի ներգրաված ենք լինելու համարյա թե ամբողջ կազմով, որովհետև շատ բան ունենք ցույց տալու, շատ ծառայություններ կան, որ նոր են, շատ ծառայություններ կան, որ պետք է մեր ազգաբնակչությանը եւ հանրությանը ներկայացնենք։ Այս տարի մենք որոշել ենք գոնե մի 25 երկրից գիտաշխատողներ լինեն եւ այդ կրթական ծրագրերը, որը նույնպես մեր ոլորտի զարգացման ուղղություններից մեկն է, անպայման իրականանալ։ Սպորտը սովորեցրել է ինձ, որ առողջության համար պայքարը նույնքան կարևոր է, որքան մեդալների համար պայքարը։ Այս միջոցառման ջահը կրելու եմ հպարտությամբ, որպես հայ կին, հայ մայր, ով հավատում է վաղվա սերնդին եւ գիտի, որ հաջողություններ կերտելու համար պետք է առողջություն։ Պետք է առողջություն ոչ միայն մարմնով, նաև հոգեպես եւ մտքով։ Առողջ սնունդը որպես առողջ ապրելակերպի հիմնաքար արշավի գաղափարախոսական սյուներից մեկն է։ Այս ուղղությամբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ գործակցությունն ամրապնդվում է հուշագրի կնքմամբ։ Պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի կառավարության հետ աշխատանքներ են իրականացնում ուղղված հանրային առողջության պահպանմանն ու հատկապես դպրոցներում առողջ սննդի ապահովմանը։ Առողջ ապրելակերպը խրախուսող այս շարժմանը մասնակցելով հաստատում ենք, որ պատրաստ ենք կրթելու միջոցով յուրաքանչյուրին հնարավորություն տալ ընտրելու այնպիսի սնունդ, որը կբարելավի կյանքի որակն ու առողջությունը։ Փոփոխությունները, որոնք մենք ցանկանում ենք կատարել այս ոլորտում, պահանջում են շահագրգիռ կողմերի համախմբում։ Հայաստանում առողջապահության ոլորտի մարտահրավերների, դրանց հաղթահարման, առողջ ապագա կառուցելու գործում հանրային կառույցների ու միջազգային կազմակերպությունների դերի մասին են խոսում պանելային քննարկման բանախոսները, պատասխանելով նաև հաղորդաշղթայի մասնակիցների հարցերին։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառ համայնքի Նորատուզ բնակավայրում ասֆալտապատվել են Վարդան Մամիկոնյան և Սևանի փողոցի 3-րդ նրբանցքը։ Երկու փողոցներն էլ կարևոր նշանակության են։ 107 միլիոն 900 հազար դրամ է ծախսվել Գավառ համայնքի Նորատուզ բնակավայրի Վարդան Մամիկոնյան և Սևանի փողոցի 3-րդ նրբանցքի ասֆալտապատման համար։ Փողոցների հիմնանորոգումն իրականացվել է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Սևանի փողոցի 3-րդ նրբանցքը Նորատուսի թիվ 1 մանկապարտեզ տանող ճանապարհն է։ Ճանապարհը գտնվում էր շատ անմխիթար վիճակում։ Մենք խնդրեցին Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին եւ ճուշացավ մեր խնդրանքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է, դրան գումարած նախորդ տարի հիմնանորոգվել է նաեւ մեր մանկապարտեզի ցանկապատը,
որի արդյունքում մենք ունենք թե ներսից, թե դրսից կատարյալ մանկապարտեզ։ Մեր մանկապարտեզի անձնակազմի եւ մեր ծնողների անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել պարոն Մարտիրոսյանին մշտապես մեր կողքին գտնվելու եւ մեզ աջակցելու համար։ Փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ կառուցվել է ջրահեռացման համակարգ, մետաղական խողովակներով եւ երկաթբետոնյա վաքերով։ Ծրագրի արժեքը 22 միլիոն 370 հազար դրամ է։ Անձրևի ժամանակ նամանավանդ երեխան պարտես բերելուց չոպտի կերկես թրցնես, հետո հետ բերես։ Երեխան այդ ձևի տենալով ինքը ինչ պատկերացում պետք է կազմի։ Իսկ էսի ինչ որ արվավ, շնորհակալ ենք իր անձամբ ես իմ անունից ու կանամ ասեմ, այս իմ կարծիքը շատ-շատերի կարծիքն էլ է, որ էսի արվավ շատ լավ էր, շատ ակուրատ էր, շնորհակալ ենք բոլորից, բանվորից բռնած մինչև այն ամենա վերադաս։ Վարդան Մամիկոնյան փողոցն էլ, որն ունի շուրջ 1 կիլոմետր երկարություն, Գավառ Մարտունի մայրուղուց դեպի բնակավայրի վերջնամաս տանող հատվածն է։ Հիմնանորոգման արդյունքում կրճատվել է դեպի բնակավայր տանող ճանապարհը եւ թեթևացել երթևեկությունը։ Հիմնանորոգումն արժեցել է 85 միլիոն 500 հազար դրամ։ Նշված երկու փողոցներում էլ դեռևս իրականացվելու են կահավորման աշխատանքներ, կատարվելու է գծանշում, տեղադրվելու են ճանապարհային նշաններ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Մշակութային կրթություն իրականացնող մանկավարժները մասնակցել են դասընթացի, որն ուղղված է եղել ներառական դասավանդման հմտությունների զարգացմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերմանը։ Մանկավարժները տեսական եւ գործնական գիտելիքներով վերապատրաստվել են մշակութային կրթության մեջ ներառականության սկզբունքներով աշխատելու եւ սովորողների համար ուսման հավասար պայմաններ ապահովելու համար։ Գեղարքունիքի մարզի երաշտական եւ արվեստի 11 դպրոցի 35 մանկավարժ վերապատրաստվում է զարգացնելու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի հմտությունները։ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը երաշտական եւ արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ ծրագիրն իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է, որպեսզի մանկավարժները ստանան համապատասխան գիտելիքներ աշխատելու բազմազան երեխաների հետ։ Մենք ունեցանք տարբեր թեմաների շուրջ դասախոսություններ, շրջակա միջավայրի հարմարեցում, հոգեբանի հետ հանդիպում ունեցան, ծնող երեխա մանկավարժ հարաբերությունների մասին, երեխաների բազմազանության մասին եւ այլ կարևոր թեմաների շուրջ։ Մանկավարժը կարող է երեխայի մեջ բացահայտել այնպիսի ուժեղ կողմեր, որոնք տեսանելի չեն նույնիսկ ծնողին։ Մշակութային կրթությունը հաշմանդամություն ունեցող երեխային ինքնարտահայտվելու, ստեղծագործական կարողությունները դրսևորելու եւ հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն է տալիս։ Գեղարվեստական կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած երեխայի եւ մանկավարժի գործն այս հարցում ամենապատասխանատուն է։ Մենք մոտեցման ձևերին ծանոթացանք խոսքի, գործողությունների, հոգեբանական ժեստերի միջոցով երեխաներին ներգրավելու մեր գործընթացներին, մշակութային կյանքին, որը խիստ անհրաժեշտ է արդի ժամանակներում։ Ներառական կրթության առանձնահատկությունների, մեթոդաբանության, մանկավարժական էթիկայի վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքներով։ Ծրագրի երկրորդ փուլում տեղի եւ միջազգային մասնագետները մանկավարժների համար կանցկացնեն հատուկ դասընթացներ։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։